Ինես տանն ես։ Չէ, մամ, Բելային ստանն եմ, ասել եմ, որ գալու էի նախագծի համար։ Ինես հաստատ Բելային տանն ես։ Չես խափում, չէ՞, այդ տղայի հետ փողոցներում չես, չէ՞ հիմա։ Մամ, հո չեմ խափում, ես Բելային ստանն եմ իրոք։ Ինես վիդեոն միացրու, հենց հիմա միացրու, տեսնեմ քեզ։ Մամ, ամոթ է, ինչեր ես խոսում, վերջ դու, ես քեզ չեմ խափում։ Լիլիթ ջան, բարև ձեզ, ես Սեդան եմ։ Բարև ձեզ։ Ես Բելայի մաման եմ։ Դուք մի անհանգստացեք, երեխաները մեր տանն են, նախագծի վրա են աշխատում։ Ես էլ ամուսինս էլ տանն ենք։ Կներեք անհանգստացնելու համար ուղղակի Բայց չէ։ Հակառակը, դուք մի օր Ինեսայի հետ կգաք մեր տուն, մենք կծանոթանանք, դուք ավելի հանգիստ կլինենք, համ իրար հետ կշփվենք, կծանոթանանք։ շատ լավ, շնորհակալ եմ, անպայման կգանք։ Լավ, շնորհակալություն, ստեսություն, մինչ հանդիպում։ Վերջ մամ, կարամ գնամ։ Հա, գնա, մենագարուց առաջ անպայման կզանգես, քեզ ընդառաջ գամ։ Մամ, հերիքա։ Կզանգես, ասեցի։ Լավ։ Կներեք, մաման ուղղակի մի քիչ անհանգիստ է։ Իհարկե անհանգիստ կլինի, դու նոր շրջապատ ես ընկել, ինքը ոչ մեկին չի ճանաչում, դրա համար անհանգիստ է, դրա համար անպայման կգաս մեր տուն, մամային էլ կբերես հետդ, կծանոթանանք իրար հետ, արդեն ավելի հանգիստ կլինի։ Իսկ հիմա արցունքներդ մաքրի, քեզդ բարձր, շնորհակալ եմ։ Ինչ ա եղել, հետո որ զանգում։ Մաման, Բա ինչի տխրեցիր։ հետո կասեմ։ Հələ մեկը տեկեք օգնեք էս աղջկան, եկե պորտապույցի պես լրվել եք։ Ով էլ խոսա։ Հա էլի դավ, գոնե դու սուս մնա։ Ինչի Շաքե ջան, այդ ճիշտը լսելը հաճելի չի, հա։ Լսի հետ որ ասում ես ճիշտ է խոսես։ Քո մասին ճիշտը կարաս տանես։ Լևոն պետք չի։ Քո մասին ճիշտը կարաս լսես ու ընդունես։ Այդ ինչ ճիշտ կա, որ պետք է ասես, ասա ես կարամ լսեմ։ Երեխեք էս մարդկանց տանը կռիվ չսարքեք։ Չէ, թե խոսա տնամ ինչ ես ասում։ Լևոն հերիքա, գոնե վաղը դպրոցում կշարունակեք։ Չէ, բան ասա թող մինչև վերջ ասի, ասա տնամ ինչ ես ասում։ Ու կասեմ, ստե ոչ մեկիդ կռիվ չանեք։ Ոչ մեկի ձայնը բարձր չլինի։ Չէ, եթե հիմա չասեց, այքուս ցելուլի է, թող խոսա տնամ ինչ ես ասում։ Ով ես դու վաբշե։ Ով ես առանց մելս, առանց հորդ։ Որ կողդ մարդ չլինի բան կարաս անես։ Հերիքա, Լևոն։ Երեխեք իրոք վերջացրեք արդեն։ Ասենք թե դպրոցը փոքր է, դասարանը փոքր է։ Մի քիչ կարում ես աչքին գնես։ Իձև գոյատևում ես ավարտես։ Բա ավարտելուց հետո ինչ ես անելու։ Սաղ մեր պես չն է դուրսը։ Կորելու ես ապեր։ Այսքաններ ասածդ։ Շատ բան կարամ ասեմ։ Ուղղակի էլ այսքանն էլ չես մարսել։ Մեղք ես։ Մելս մի բան արա։ Ուրեմն լսի ինչ եմ ասում, զգուշացի լավ։ Մտա որ տուն գնալու ես, շոշոտ հետ կնայես, մի քիչ արագ քայլես, հա մեկ է դպրոցում է ուշադիր կնես, նա ինչ եմ անելու քեզ։ Վերջ, ավարտեցի։ Մնաց արտակադրային ձայնը գրենք։ Ինչ ա եղել։ Ոչ մի բան։ Այսօր դու ես արել։ Թող քո ձայնն էլ լինի։ Չէ, լավ կլիներ տղա կարդար։ Լևոն կկարդաս։ Չէ։ Բա ով։ Մելսը։ Չէ, տվեք աղջիկներից ինչ որ մեկին։ Ես չեմ կարա։ Մենք պատմությունը ներկայացնում ենք Տիգրան Մեծի տեսանկյունից, թե ինքը ոնց կարծականքեր դեպքերին դարեր անց, այնպես որ լավ կլիներ տղա կարդար։ Մելս դե լավ էլի կարթա վերջացրու շուտ գնանք, ինչքան պետք է այս մարդկանց տանը մնանք։ Հա էլի։ Լավ դուր։ Ուղղակի պետքա կարդամ ու ձայնագրեմ։ Հա։ Ես հետո կադրերը կդրեմ։
Մենակ խնդրում եմ լրություն լինի, էլի։ Սկսի։ Սև, Ռամա, ինչ է իրան։ ոչ մի բան։ Ամեն ինչ լավ է, Հա, լավ է։ բայց ինչ ես կարդում։ Ոչ մի բան։ Այլի հիվանդության մասին, հա։ Սևակ, հիշում ես չէ բժիշկդ ինչ ասեց։ Ասեց, որ չկարդաս, չլսես կողքից ով ինչ է խոսում, բացատրեց, որ այդ ամեն ինչը քեզ խանգարում է։ Ուղղակի նայում էին մարդկանց պատմությունները, ովքեր հաղթարել են այս ամեն ինչը, ովքեր անցել են այս ամեն ինչի միջով։ Այդ բոլոր պատմությունները, այդ բոլոր անցած ճանապարհները տարբեր են։ Բայց ուղղակի լսել ու նայել այդ պատմությունները այդ նորմալ չէ։ Լավ։ Մենակ խոսք դուր խնդրում եմ, որ նորից չես կարդալու այդ բոլոր հոդվածներն ու այդ հետազոտությունները։ Խոսք եմ տալիս ու։ Մենք ես կհաղթահարենք։ Կանցնենք այս ճանապարհը։ Սևակ, ամեն ինչ լավ է լինելու։ Ես կառուցեցի երկիր, որով սերունդները պետք է հպարտանային։ Ավելի բրավո։ Արդեն 4-րդ անգամն է։ Հա էլի դավ, կամ լրջացի կամ էլ դուրս արի թող կարդա նորմալ։ Հա, դուրս արի, էլի, որ սեն շարունակվի, այսօր չենք վերջացնի։ Լավ, ես մի ջանց խմեմ։ Բայց հետո չասեք դա որ չի մասնակցել, թե չեսեք ասեմ որ ոչ մեկը չի մասնակցել։ Եղա։ Սկսի մեզ։ David? Ja, es լավ էլ հիշում ես անունս ձյաց։ Ձյաց? Չէ։ Ինչի՞ չէ որ։ Բայց ինչ ես դուրս եկել։ Դե ասեցին գնամ ակրոթի, մինչև մերցնեմ վերջի տեքստը կարդա էլի։ Ինչով թե կեղտոտում է։ Չէ, խնդում էի ուղղակի էլի։ Մելսա անեկդոտ էր պատմում։ Չէ, Տիգրան Մեծյանից տեքստ է էլի տենց կարդում։ Հա, չէ, Մեծնուր, Տիգրան Մեծնուր։ Աբախտ ես։ Ջան։ Բայց մի քանի օքով եկել եք այդ փոքր գործն եք անում։ Դե չէ, Աթոն ինձ այդ խմբին ավելացրեց, թե բա երկուսը տուղելու համար է էլի։ Բա Մերսն ու Շաքեն իրանք էլ իրենց երկուսներն են ուղղելու։ Չէ, Շաքեն вообще գերազանցիկ է։ Հա։ Ապրինք։ Դե Մերսը իմ համար է եկել երևի։ Դե Շաքենը Մերսի համար է եկել էլի։
Հասկացա։ Իմանալ է։ Դա ձելի ասես։ Ես կառուցեցի երկիր, որով սերունդները պետք է հպարտանային։ Ես ուզում էի, որ թողնեի ձեզ համար հզոր ու անպարտելի հայրենիք։ Հզոր ու Մեզ դե լավ էլի։ Ուշադիր կարդա էլի մի քիչ։ Հիմա ինչ նորից։ Չէ, պետք չի։ Մենակ վերջին նախադասությունը ասա, մնացածը ես կանեմ։ Հա, այլի Բելա ջան, դու կանես։ մինչև հիմա էլ եք սենց թիմային գործ արել։ Սաղ Բելան արել, դուք էլ տենց ձեռը բռնած նստած եք։ Չէ, իհարկե։ Մենք ամեն ինչ արել ենք։ Ոնց այսօր։ Լավ էլ նես չի դու ինչ-որ բան ես արել։ Նենց էլ չի, ես այս թիմի մեջ էի։ Բա որս թիմի մեջ չէր ինչ ես եկել։ Որ դու ու Դավոն այս աղջկատանը կռիվ չսարքեք։ Երկուսիդ էլ լավ գիտեմ։ Ու ոնց երևաց ճիշտ էի։ Ես կռիվ չէի սարքի։ Լավ, էլի լավ։ Դու էլ կռիվ սարքեցիր։ Դավոյի վրա չգցես։ Արի շաքե։ Բարի գիշեր երեխա։ Բարի գիշեր։ Ապրեք, որ եկաք։ Այսպես ընկերատորյանը տենց խիստ է, հա։ Դե ինձ թվում է ուղղակի մենակ կնիկը էլի։ Բա կարելի է դասատուի մասին տենց բաներ ասել։ Ո՞ա, տոկոս բան եմ ասում։ Ինները որ սիրող մարդներ դες չար չեր լինի։ Գնում ենք Դավո։ Всё։ Վերջացրեցի։ Հա, մերսի շատ։ Երեխա ջան, գնում եք արդեն։ Հա, շատ շնորհակալ ենք ձեզ ամեն ինչի համար։ Նենց է համով էր, քամիակ կերա։ Բա շուշուտ եկեք, որ հաճախ ուտեք այդ համովությունից։ Բարի գիշեր։ Առաջ ընկեինք։ Սուրոձա, գնացինք ախպերս։ Լավ է։ Բարի գիշեր։ Հաջողություն։ Շնորհակալություն։ Ստեսություն։ Հաջողություն։ Ձեզ սուրո ախպերս։ Հա։ Այստեղ են խոսելու կարիք ունի, գիտես։ Անունը Դավիթ է։ Մի հարց տալիս ես 2 ժամ խոսում։ Լավա շատ հարցեր չես տվել։ Բայց լսեցի, որ ասեց, ինչ համով է, համեղ է ձեր կարկանդակը։ Ինչու դու չգիտեիր, որ շատ համեղ է։ Գիտի։ Բայց որ ասեց շատ համեղ է, հետաքրքիր է։ Սա ոնց որ բոլորը տարօրինակ լինում, գիտես։ Բելա, դեռ մի 2 օր կա այդ արտակադրային ձայները ես կմոնտաժեմ, հա։ Չէ, ես իրոք ինքս կանեմ, դժվար չի։ Բել կներես էլի Դավոյի հետ քիչ էր մնում կռիվ դառնար։ Բայց դա կանգեղծ մոռացել էի որտեղ ենք գտնվում։ Ոչինչ։ Կներես, հա։ Հա ու ինեսայի հետ անպայման կգաք մեր տուն։ Սևոյի ծոնդը մեր այդում ենք անելու։ Ես Բելային ասել եմ ինքը չի ուզում գա։ Հիմա հատուկ ես եմ հրավիրում։ Կգաս, չէ։ Ես ուղղակի Բել կնեղանամ որ չգաս։ կգամ։ Հապրես։ Լևոն մաման անհանգիստ է դուրս կանք արդեն։ Հա, ես կճանապարհեմ։ Չէ, ինքը կգա ինձ ընդառաջ, դուրս կանք զանգեմ։ Ես կճանապարհեմ ձեզ։ Ինես, դուրս ես գալիս արդեն։ Հա, մամ։ Ես կտանեմ քեզ դպրոց։ Ինչի դու գործի չես։ Հա, ոչինչ, տաքսով կտանեմ, դու քիչնես, հետո ես։ Մամ, մենք լրիվ տարբեր ուղություններով ենք գնում։ Ոչինչ։ Ինչա կատարվում։ Ոչինչ, ուղղակի ուզում եմ քո հետ ավելի ժամանակ անցկացնել։ Չէ, ուղղակի ինձ չես վստահում, մտածում ես, որ Լևոնը դրսում սպասում է, որ միասին դասի գնանք։ Վայ տան մտքովս էլ չէր անցել։ Անցել էր, մամ։ Երեկվա քո զանգը, Բելայի մամայի հետ խոսելը, գիտես ինչ ամոթ էր։ Այդ գնացումը տպավորություն է, որ ես ամեն օր տանը սուտ եմ խոսում ու դու ինձ չես վստահում։ Կներես։
Համաձայն եմ, երեկվա զանգը մի քիչ չափազանցված էր, մի քիչ հոգնած էի, մի քիչ էլ լարված։ Մամ, ուղղակի մտածի ինչ ես անում։ Ուղղակի մտածի։ Մենք սես չենք ապրել, մենք սիրել ու վստահել ենք իրար։ Այս ամեն ինչի համար այնքան անսովոր է ու նաև շատ վախեցնող, որ ես չգիտեմ ինչ մտածեմ։ Երեխեք, սպասեք։ Վայ, մոռացել էի, որ այստեղ ես։ Առավոտը կարանք միասին գայինք։ Հա, ճիշտ է, մի շենքից էիք, չէ։ Սյուս, բա դուք տունը չեք վաճառել գնալուց առաջ։ Չէ, տունը նույնն է մնացել։ Ուրեմն, վաղը միասին կգանք, ոնց որ առաջ։ Մեր սպասի։ Բարի լույս։ Երեկո երկար չես նստել։ Չէ, բայց ավարտել եմ նախագիծը, վաղը կարանք ներկայացնենք։ Հա, օպրես։ Բել կներես, հա, այդպես էլ չկարողացա քեզ համար լավ թիմ լինել, ամեն ինչ քո վրա մնաց։ Չէ, դու շատ ես օգնել։ Երեկվա մամայի զանգից հետո էլ Ինչ զանգ։ մամա չի պատմել։ Չէ, ինչը։ Մտածեցի մեր գնալուց հետո մամատ պատմած կլինի։ Դե լավ, այդ կարևոր չի։ Երեկոյան գալու ես, չէ։ Առանց քեզ ոչ մի տեղ չեմ գնալու։ Հիմա ինչքան պետք է ստեղ սպասենք։ Դե մինչև շահքեն գա էլի։ Իսկ չենք կարա մենք ուղղակի գնանք։ Չէ, որովհետև սա սառած սատկած տեղ կմնա։ Հենա եկավ։ Սկսվեց։ Իսկ չենք կարա մենք այս ստորացումը չնայենք։ Շաքե ջան, բարի լույս։ Բարև, Վարդան։ Պայուսակը ծանր չի, դուր պահեմ։ Գիտես, ողնաշարի համար ավելի ճիշտ է, երբ որ պայուսակը Վարդան, արի առանց գիտական անցումների, հա։ Դու գործերդ որտեղ ես տալու։ դեռ չգիտեմ, ինչի համար ես հարցնում։ Որ ես այդտեղ չդիմեմ։ Ոչ ասիր։ Գնում ես ինչ անես։ Իմ դասանն է հավաքվում գնում եմ։ Լովենստանը չհավաքվեին, ասեի հա։ Իմ համար մեկ ամտան են հավաքվում։ Հետո էլ ամեն տարի դասան այսօրա քեֆ է անում։ Ես էլ երևույթ ունեմ մասնակցեմ։ Ամեն Լեովի ծնունդը չի, Սևոյի ծնունդն է։ Սևոն էլ մոտիկը տա, հա։ Չէ, բայց նենց է ստացվել Սևոյի ծնունդը դառնալ դասանի քեֆի օր։ Ես էլ երևույթ ունեմ մասնակցեմ։ Ում դուր չի գալի ներկայությունը կարա չգա։ Պատրաստ եք երեկոյին։ Բա ոնց։ Ես չեմ գալու։ Ինչի մեր, սախր խոստացել էիր, որ կգաս։ Չեմ խոստացել, ասել եմ կմտածեմ։ Էս նորերը կգան հները, չէ։ Նորով ինեսան։ Բելա Հադիդը։ Բելան չի գա։ Ռիկայի մոտ եմ ցուցակը տեսել, հաստատ գալի է։ Փողն է տվել է։ Բելան հաստատ։ Մելս քո համար մեկ չի։ Լավ կտժեմ վրեմ, բայ։ Արա հոդու ապուշ չես։ Երեք հորն ասում էիր աղբերս, այսօր պետք է աղջկա վրա տժաս։ Դե լավ կատակ ենք անում ենք դե։ Մելս հիմա չես գալու։ Եթե դու չես գալիս, ես չեմ գնում։ Կգամ։ Ապրես։ Ես շահքեի համար ես գալի։ Տենում ես անջը։
Տղեկ մի քիչ արագացրեք, հեսա ժողովուրդը կգան։ Լավ չէր էլի գային օգնեին։ Ալավ օգնելու ինչ կա որ։ Լավ, խմելու բան չկա բա։ Վերսա մաման անկերով տունա գնալու, որ մենք մենակ մնանք։ Հենց գնաց կհանը։ Լավ եղավ։ Բոլորը ներկա են լինելու, չէ՞։ Դե հա, մեծ մասը լինելու է հաստատ։ Ուսուցիչներ լինելու են։ Չէ, ուսուցիչ չկա։ Ոնց մենակ եք լինելու։ Դե չէ, բոլորս միասին։ Մեր գեղեցկուհին պատրաստ է։ Մենակ աղջիկնա, գանձես։ Դե լավ սուրեն թող ուշանան։ Գնացեք։ Շուտ կգա կզանգես։ Այդքան հեռու չի նո։ Պատկերացնում ես ինչ լավ անցնել է։ Դզեց։ Բա մյուսները ուր են, չեն ուշանում։ Մի հատ զանգի դիկային էլի, ինքը հաստատ կիմանա որտեղ է։ Շնորհավոր, պապս։ Շնորհավոր ախպեր ես։ Ապրուշ։ Շնորհավոր ծնունդդ։ Նորից ծննդը շնորհավոր աղբեր է։ Սա այսքան ասենք, աղջիկները կուշանան, դե պետքա սարքվեն, դզվեն, չէ։ Սաղ գալու են արխեն։ Վաժասը։ Հա գալու ապեր։ Ես անձամբ եմ ամոզել։ Այդ ոնց ես համոզել։ Աղբերը դիրա մեթոդներն ունի։ Սև օլարի պլեյլիստը նայի մի հատ։ Ոչ չես գնալու, որ իմը նժասը չի գալու։ Էս էլ մենք ամեն ինչ պատրաստ է։ Վաղուց Շաքե ջան, նենց են կարել, որ աղջիկները գան զուտ ուրախանան։ Յո, գնահատում եմ։ Ինչ ես գնահատում ընկերվիկա։ Գիտարդ բերել ես։ Հա։ Ուրեմն 10։ Երեխեք, բա մնացած ուր են։ Սյուզի ջան, տեսքան մարդ կա երիկ չենք։ Լավ, բայց ասել էիր, որ բոլորը գալու են։ Դե երևի բացի Վարդանից, Կարենից ու Ժասից, իրենք երբեք չեն գալիս։ Այս անգամ գալու են։ Չէ՞ լավ։ Հա։ Մելսն ու Դավոն էլ են գալու։ Ոնց Դավոն էլ։ Հալավ ինչ ես զարմանում։ Ինքն էլ է մեր դասարանից, բոլորն են չէ հրավիրված։ Լավ, ոբշում։ Ինեսան ու Բելան էլ են գալու։ Այն էսա ետ խոսացել է։ Դե ես մտածում էի Բելան չի գա։ Մանավանդ որ իմանա Դավոն ստեղա։ Դե ինչի։ Դե անընդհատ ձեռք առնում Բելային։ Լթող փորձի այս անգամ մի բան ասի, ինչ որ մեկի հաշվին։ Լյով արդեն տրամադրված է սկրիվանելու։ Չէ, լվոր բան չէ։
Դուք անսիրտ եք, անզգամներ եք։ Սկսվեց։ Վարդան, մենք այդ փարթին ավելորդ ենք։ Գիժ ես դու։ Սևակի ծնունդի փարթին է։ Այդ դասարանի հավաքույթը, որի ժամանակ Սևակի ծնունդը շնորհավորելու են, ուրիշ ոչ մի բան։ Հա, բայց մենք այդ դասարանի մի մասն ենք։ Այդ երբ վանից։ Միշտ ա տենց եղել։ Բարդ լավ էլի, մեզ հաստատ ընդեղ ոչ մեկ չի սպասում։ Սևակը, որ քեզ հաստատ սպասում է։ Վարդան լավ չես։ Ախր ինչի համար։ Լսի Շաքեին տենալու համար մի ժամա նստել ես ականջներիս։ Ես Շաքեին կտենամ, Ժասմինը Սևակին կտենա, դու Սյուզին կտենաս, երեքս մոտիվացիա ունեն գնալու համար։ Ես չունեմ։ Էլ մի խափի։ Սյուզին ամբողջ դասերի ընթացքում ֆրացեր հետ էր նայում։ Ինչ ես հորինում։ Չէ, այդ մեկը հաստատ ճիշտ է ասում, ես էլ եմ նկատել, նայում էր քեզ։ Ու Գեորգ ժամից հետո էլ դասամիջոցին քայլում էր դեպի քեզ, դու էլ Վարդանի հետ գնացիր։ Չեմ նկատել։ Հա։ Դու ձևացնում ես, որ չես նկատում իրան, քեզ մեկա, կմտածի առհամարում ես։ Լավ, ասենք թե գնացինք։ Ես Սյուզին տեսա, խոսացի հետը, Ժասմինը Սևակին տեսավ, խոսացին։ Բայց դու Շաքեն Ադե բանի տեղ չի դնում քեզ։ Լավ, կար, տենց կոպիտ պետք չի։ Բայց որ ես չասեմ ով ասի։ Իա, բայց չտեսակ այսօր ոնց պայուսը կտվեց պահեմ։ Այն ժամանակ չէր տալիս։ Հիմա տալիս է։ Վստահ եմ, մի քիչ էլ համառություն ու ամեն ինչ կփոխվի։ Ու դու հիմա լուրջ մտածում ես, որ Շաքեն Մելցին թողելու է գա քո մոտ, հա։ Ես մտածում եմ, որ Շաքեն երբ որ տեսնի իմ ու Մելցի տարբերությունը ճիշտ ընտրություն կանի։ Բայց դրա համար մենք պետքա գնանք այսօր այդ փարթիին։ Ինչի եք սաղ դասանից փախած ման գալիս։ Ումից ենք պակաս։ Ես չեմ ուզում գլուխ դնեմ։ Հա, ես է հավես չունեմ։ Հա։ Ապրեք։ Իսկական ընկերներ եք։ Մերսի։ Ես մենակս կգնամ։ Լավ, սպասի։ Ավելի լավ է երեքով խայտարակ լինենք, քան դու մենակ։ Մեկը տոքնեք։ Դե սուշի երբ հասցրեցիք պատվիրեք։ 120 կտորանոց սեթն է։ Հետներ գինի։ Ձեզ իմանանք հետը գինիել էին ուղարկում, էլ մենք չենք առնի։ Դե լավ էլմի, գինին դու չես առել մեր տունը կար։ Ձեր տանի նկարաս հետ դնես, աղբերս։ Մեզ ապահովել է։ Երեխեք, բայց ես շատ չի, այդքան շատ ենք լինելու։ Հասիվել Երիկի Շակի ջան։ Դե այսքանը ես ու հովոն էլ կուտենք։ Բա մնացած է։ Լավ կդնենք սեղանին, սաղին էլ կերիքի։ Եթե չերիքի էլ, էլի կպատվիրենք, մեկը շատ արագ են բերում։ Ինչ տնար արեք երեխեք։ Դե աղջիկները այսօր մեր հյուրերն են։ Դուք կարաք բան չանեք, մենք սաղ կանենք։ Լավ, ժաս հաստատ գալու է։ Հա։ Դասի վերջը ձեր մեծուն չա որ։ Ոչ մի բան։ Բայց ուզում ես իմ։ Ախպեր ժասը տարօրինակ աղջիկ է։ Ինչ ուրիշ աղջիկ չկա։ Թեկուզ մեր դասարանից։ Գալան, Նեգին։ Մեկ-մեկ որ ցենց խոսում ես, զարմանում եմ, որ այսքան տարի մոտիկ ենք եղել։ Ինչի՞ բայց ի՞նչն եմ սխալ ասում։ Ժասը ընդհանրապես խոսում է։ Ես իմ կյանքի մեջ երևի 2 անգամ իրան տեսել խոսալուց։ Հուսով եմ վերջինը այս փարթիի թեմայով է, չէ՞ եղել։ Եթե իմանամ խափել ես, իմացի հաստատ նեղանալու եմ։ Չէ, չեմ խափել ապեր։ Հաստատ գալու է։ Եթե չգա, իմացի ինքն է ինձ խափել։
Մհեր, ցուցակը ուղարկել եմ։ Ինչ ցուցակ։ Երկերի ցուցակը, որ այսօր պետքա երկես։ Վիկա, քեզ խեսն են սպանում, ոնց որ հատուկ ինձ ձեր կորպորատիվի համար եք վարձել։ Վայ լավ, մարդ սենց տաղանդավոր լինի ու սենց անշնորհակալ։ Մի հատ էլ ես եմ անշնորհակալ։ Իհարկե, որովհետև այսքան մարդ ուզում է քեզ լսի, պետքա գոհ լինես։ Կլինի ես որոշեմ, բայց ինչ եմ երգում։ Յա, որ հայտնիանաս ֆանատերիդ կարծիքը հաշվի չես առնելու։ Մի րոպե։ Դու իմ ֆանատն ես։ Այդ էր մնում բակաս։ Այ մամա ջան, ես ի՞նչ հակել ես աղջիկը։ Չեմ ուզում։ Գիշերվա աստղազարդ նկարում արտնացան շշուկները անուշ և լուսինը դեմքիդ վերայով Ամեն օրդ այս տորթի նման քաղցր լինի ախպերս Ամեն ինչ հերվում է, բայց ամեն ինչ երևում է Ամեն բան լուրը լռությունն էլ գոռում է Երբ ուզում եմ խաղաղվել պատերազմում եմ Երբ ուզում եմ մտածել ես երազում եմ Ամեն ինչ հերվում է ու ամեն ինչ երևում է Մենակ չենք վերևից, ամեն բան նկարվում է Մենք մեռնում ենք վաղը, ապրում ենք